Գետն ուղիղ եթերում է։ Կզրուցենք Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու դոցենտ, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, օրերս արդեն ենք շարժումը Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին անհատական նամակներ էր ուղարկել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ, տարբեր արձագանքներ են եղել են եւ իշխանական պատգամավորների կողմից արձագանքներ եւ իհարկե երկու խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջինը արձագանքեց Հայաստան խմբակցությունը ի պատասխան ձեր նախաձեռնության, նախ ուզում եմ անդրադառնանք Հայաստան խմբակցության հայտարարությանը եւ ձեր թույլտվությամբ մինչեւ անդրադառնալ օրերս, եթե չեմ սխալվում, 3 է եղել Իշխան Սաղաթելյանն է հարցազրույց տվել եւ դրա վերաբերյալ մեկնաբանություն է թողել, փոքրիկ այսպես մաս է անդրադառնամ հենց իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ։ Իսկ ով է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո, դա այն կարևոր գործիքներից մեկն է, որով հնարավոր է հասնել իշխանափոխության եւ այդ մասին առաջին անգամ հայտարարել է դիմադրության շարժման երկրորդ փուլի ժամանակ։ Հայաստան խմբակցությանը պակասում է 8 ձայն, որպեսզի այդ գործընթացը մեկնարկենք ու այն ներառվի ազգային ժողովի օրակարգում։ Եթե կա որևէ ուժ կամ տեխնացու, ով որ ունի մեզ պակասող ձայների թվականակը, մենք պատրաստ ենք հարցը մտցնել ԱԺ եւ դրանից հետո քննարկել, թե ինչպես ենք անում, որ ՔՊ-ից պակասող եւս 18 ստորագրություն միանա եւ խնդիրը հասնենք հաղթական ավարտին։ Հիմա մենք դեմ ենք այս գործընթացին, սա այլևս Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին չէ, այլ ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու եւ խորհրդարանական ամենամեծ խմբակցությանը թիրախավորելու ու այս process-ն անլրջացնելու մասին է։ Խնդրեմ։ Երկու կարծիք ստեյության, այսինքն չնայած փոխլրացնողը էլի Հայաստան խմբակցության հայտարարությունը դե պարոն Սաղաթելյան խմբակցության պատգամավորը ոնց որ լրացուցիչ պարզաբանում տա։ Իդեպ ասեմ, որ մեր եթերից րոպեներ առաջ կարդացինք նաև պատիվ ունեմ խմբակցության պատգամավորների ստորագրությամբ հրապարակված գրությանը։ Ուրեմն ինչ է ստացվում, նախ հերթով անդրադառնանք։ Հայաստան խմբակցության հայտարարությունը ինքը խոցելի է բոլոր առումներով։ Այսինքն, այնտեղ տենց ես վերջերս վերլուծության ենթարկեցի ուղի եթերում, այնտեղ նախադասություն չկա, որ խոցելի չլինի։ Ես չգիտեմ, ասենք այդ տեքստի հեղինակը ով է, բայց տպավորությունն է, որ այդ տեքստի հեղինակը այդ խմբակցության թշնամին է։ Այսինքն մեկ ուզել է այդ խմբակցության պատգամավորներին վատություն անի, երկար մտածելուց հետո այդ տեքստը հեղինակել է, ասել է այդ տեքստը բերեք բոլորից անունից հրապարակենք։ Իդեպ ասեմ շատ կասկածել էր թե փաստաթուղթը ոնց է ստեղծվեց, թե դա փաստաթուղթ է թե չէ, հարցում եմ Արե Սեյրան Օհանյանին, երեք պաշտոնական, որ եթե դա նախ որտեղ է որոշում կայացվել։ Խմբակցության նիստերը պետք է լինեն ազգային ժողովում, որտեղ ազգային ժողովի մարմինն է խմբակցությունը։ Չի կարող ազգային ժողովից դուրս խմբակցությունը նիստ անի։ Երկրորդը արձանագրություն կա թե չէ, ինչ-որ հաստատվել է թե չէ, քանի մարդ է, որտեղ շատ տարօրինակ բովանդակություններ էլի դրա իր բովանդակություն։ Ես նույնիսկ առաջին տպավորությունն է, որ ինչ-որ խակերները կոտրել են Հայաստան դաշինքեջը, իրանց անունից այդ ոնց կարա դες բան հրապարակվի, այները տենց հեղինակավոր մարդկանց անունից։ Այսինքն այնտեղ նախապայման ասում քաղաքացին իրանց գրել է, ես որպես քաղաքացի իրանց գրություն եմ գրել։ Իմ բոլոր հղումները գրության, բոլորը 4 հղում կա, 4 սահմանադրությունից է։ Ասում եմ Հայաստանի Հանրապետության սահմանադրության յուրաքանչյուր պատգամավոր ներկայացնում է ողջ ժողովրդին կաշկանդված չի հրամայական մանդատով որոշումները կայացնում է սեփական խղճից համոզմունքներից ելնելով։ Բառացի ցիտել եմ սահմանադրությունը։ Ասում եմ դուք նամակը գրել ենք անհատապես, այսինքն ամեն 107 պատգամավոր ստացել է մի հատ նամակ։ Նամակի մեջ պատգամավորի սեռը, տարիքը, խմբակցության պատկանելությունը նշված չի, որովհետև սահմանադրության մեջ չի ասում, որ միայն ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն են առաջնորդում սեփական խղճով եւ համոզմունքով, բոլոր պատգամավորները, գրած չի, որ միայն իշխանական պատգամավորներն են ներկայացնում ողջ ժողովրդին, ոչ, բոլոր պատգամավորները ներկայացնում են։ Հիմա ասում եմ սահմանադրությամբ ասում է ազգային ժողովը վերահսկում է կառավարության գործ։ Ազգային ժողովն է կազմված պատգամավորներից։ Այսինքն դուք որպես պատգամավոր անհատապես յուրաքանչյուրդ պարտավորություն ունեք, ի պաշտոն է, ես այդ հնարավորությունը չունեմ, դուք ոչ միայն ունեք, այլ պարտավոր եք վերահսկել կառավարության գործունեությանը։
ազգային ժողովից բացի ուրիշ ոչ մեկը կառավարության գործունեություն չի վերահսկում։ Կենտրոնական բանկը կառավարության գործունեություն չի վերահսկում։ Դա անում է միայն ազգային ժողովը։ Պատգամավորների միջոցով։ Հիմա կառավարությունն էլ, որին դուք վերահսկում եք, այն սահմանադրական մարմինն է, որ իր գործունեությունը պիտի իրականացնի միայն իր ծրագրին համապատասխան։ Այդ ծրագիրն էլ դուք եք հաստատում։ Հիմա եթե ծրագրից կառավարությունը շեղվում է, 115 հոդվածն ասում է պատգամավորները կարող են նախաձեռնել անվստահության գործ։ Այսինքն, եթե դու կառավարությանը քաղաքական աջակցություն չես հայտնում ցանկացած իրավիճակում, ուրեմն դառնում է պարտավորություն, որ դու պիտի պարտավորություն ես այդ կառավարության անվստահ։ Հիմա ես այդ հղումները նշելով, այսինքն 4 հղում 4 դե համանդրությունից։ Նամակ են գրել, ասում ենք հարգելի պատգամավորներ, խնդրում ենք դուք ձեր պարտականությունը կատարեք, կառավարության անվստահություն հայտնեք։ Մենք էս տանում ենք արձագանք։ Կգնաք հələ միած ստորագրություն, 8-ած ստորագրություն, վաղը 20-ած ստորագրություն, այն 8-ած ստորագրությունը բերելուց հետո լավ անունները չեք գրել, թե որ պատգամավորներն են, հետո կամ 20-ած ստորագրություն կբերեք բացի ալենից։ Մենք դրան չենք սիրում։ Դրա ստորագրությունը չբերեք։ Մենակ սրանը կբերեք։ Աշխատեք աղջիկը սիրուներին կբերեք։ Այն Ափիդավոյանի ստորագրությունը չբերեք։ Դրան մենք չենք սիրում։ Կբերեք լուլույնը։ Լավատես պահանջներ չեն դրել։ Հետո ասում եմ ստորագրություններից բացի, ուրեմն այ ինչ եկան, 8 ստորագրություն գխանց, ավանս, էդի բան, այն տուն ծախելուց որ երաշիկա չէ, դեպոզիտ։ 8 ստորագրություն կբերեք մեզի դեպոզիտ, 20-ած ստորագրություն կբերեք որպես այն 50% տունը առնելուց տենց լմա, չէ, 10% կանխավճար, հետո 50% դմնա։ Հետո որպեսի մի հատ էլ բերեք, զանգվածը կբերեք։ Փողոցում էլ մի հատ է զանգված, բարտես բառն է գրել հայտարարության մեջ։ Զանգված չափի մեկ քաշի միավոր ասեք, օրինակ լիտրը զանգված է։ Ասեք մարդու զանգվածը ո՞րն է։ Ասեք դու քանի տոննա մարդ եք ուզում որ մենք բերենք։ Ասենք դու կարող լավը դրանով են սահմանը, չեն ասել։ Նիհարների չբերեք։ Չաղերին կբերեք։ Կարող է շատել են, բայց նիհարել են, չէ, մեզ քաշն է կարևոր։ Հետո կնայեք, ջահել ջրուլը շատ չլնի։ Միջինը 50-ից բարձր պիտի, որ մենք ելենք լուսամուտի, ելենք մեջներով մանգանք, տեսնանք 50-ից բարձր է, որ հասուն մարդիկ ելնեն, իրանց գիտակցված, որոշումով, մենակ 18-ից բարձրը քիչ է, 50-ից բարձր պիտի լինի։ Մեկ էլ անպայման կին տղամարդ հավասար, հանկարծ այնպես չլի կանայք շատ ելնեն։ Էսի կնկաբազար չի։ Կբերեք հավասար, այս պայման, այդ ինչ որ ասում եմ սարկազմա, չէ՞, ծիծաղել, բա այն էլ է սարկազմ։ Դու ասեք թե քաղաքացին քեզ առաջարկում է, որ դու քո պաշտոնական պարտականությունը որպես պատգամավոր կատարես, ուզում ես նախապայմաններով, ասեք ում առաջ ես նախապայման դնում։ Ինչ նախապայմանը որ դնում ես, ոնց պիտի իրակ։ Հետո ասում է, եւ սրանից ելնելով, քանի որը սենց է, իմաստուն մտքերը գրել են, քանի որը տենց է, ուրեմն դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմա, այլ մեր էս այ քեզ բան։ Այսինքն եթե ես ԿՊ-ի պատգամավորների նամակ եմ գրել, ուրեմն Հայաստան խմբակցության թիրախավորել եմ։ Այո, այդպես է ստացվում։ Եթե ես պատիվ ունեմ խմբակցության նամակ եմ գրել, ուրեմն Հայաստան ինչ կապ ունի։ Ինչ թիրախավորում է, ամեն մեկը առանձին նամակ է ստացել նույն բովանդակությամբ, նույնիսկ նամակի բովանդակությունը տարբեր չի։ Այնպես չի որ օրինակ ասենք պատիվ ունեմ ու Հայաստան խմբակցության նամակի մեջ գրածել ենք նաև հաշվի առնելով որ դուք ձեր նախընտրական խոստումներում ասել եք սա, նաև հաշվի առնելով այն որ դուք բողոք հարկել եք ընտրությունների արդյունքներին, ինչը որ ԿՊ-ն չի արել, նաև հաշվի առնելով այն որ դուք մանդատները վերցնելուց մեզ խոստացաք որ դուք գնում եք պարլամենտ, նաև դա չէ։ 107-ի տեքստը նույնն է։ Հիմա եթե ես ումանամ նույն տեքստից, եթե ես ուղարկում եմ Վահագ Ալեքսանյանին, որի դեպից գրավոր պատասխանել եմ, եւ ուղարկում եմ մյուսներին, ինչի է ձեզ թիրախավորում։ Դուք եկները ձեզ չթիրախավորեք, ոչ մեկ ձեզ չի թիրախավորում։ Կամ պատգամավորներից Ագնեսա Խամոյան գնացել է Երևան տրիբուն, հարցազրույց է տալիս։ Սա նախագահ Ռոբերտ Քոչյանի դեմ է, Ռոբերտ Քոչյանը։ Այ տիկի Խամոյան ջան։ Ռոբերտ Քոչյանը պատգամավոր չի։ Մենք Ռոբերտ Քոչյանի նամակ չենք գրել։ Մենք Ռոբերտ Քոչյանից ակնկալիք չունենք այս գործի հետ կապված, որ ինքը պիտի դիրքորոշում արտահայտի, որ ինքը պիտի որոշում կայացնի։ Ռոբերտ Քոչյանի անուն դու չես տալի։
Ես որ նամակ գրել եմ քեզ, հենց մատ խնդրում եմ իմ գրած նամակ կարդա։ Տես ընդ Ռոբերտ Քոչարյանը որտե՞ղ է գրած։ Ընդ Ռոբերտ Քոչարյանի մասին ոչ մի բառ գրած չի։ Դու չես այդ մարդու անունը տալ։ Ասենք այդ մարդու հեղինակության շնորհիվ դու դառել ես падգամավոր, դա մենք ենթադրում ենք տենցա, որովհետև քո սեփական հեղինակությամբ դու դժվար թե կարողանաս որևէ ընտրովի պաշտոնում ընտրվես։ Հիմա այդ մարդու հեղինակությամբ ընտրվել ես ինչի համար, որպեսզի քո գործունեությամբ այդ մարդու հեղինակությունը ամրապնդես, չէ՞, ոչ թե այդ մարդու հեղինակության ստվերի տակ պաշտպանվես քո անգործությունից։ Նրա անունը չի ես քեզ ցալքում Վահան։ Մենք նախագահների տեղը գիտենք, բայց այս հարցում մենք դες չենք դիմել։ Որտեղ իրենք падգամավոր չեն։ Մենք դիմել ենք միայն падգամավորներին։ Մենք հիմա այն մարդկանց հետ, ովքեր քաղաքական դաշտում դերակատարություն են, ազդեցություն են, նրանց հետ առանձին հանդիպումներ ենք խնդրում, որովհետեւ նրանց հետ հանդիպենք, նրանց կարծիքներն իմանանք։ Արդեն օրինակ հանդիպում ենք ունեցել իրավաբանների հետ, հանդիպում ենք ունեցել ուրեմն Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավար կազմի հետ, հանդիպում ենք ունեցել միասին այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման ներկայացուցիչների հետ, արդեն ունենք հաստատված հանդիպում հայրենիք կուսակցության հետ, մյուսներին էլ ընթացիկ պայմանավորված, այսինքն դա քաղաքական падգամավոր չհանդիսացող այլ գործիչների հետ, որտեղ որ մենք ենք խնդրում, որտեղ որ իրանք են հարմար գտնում նախաձեռնում, մենք բաց, պարզ շփումների միջավայրում են գտնում։ Դուք այդ մարդկանց անուններն չեք տալի։ Ես ասում եմ, սա ունի այլ նպատակներ։ Ինչ նպատակ, որ ունենք գրել եք, ասեն, պարզ հիմնական process-ը թողած, գնացել ընկած եսի ինչեր են մանգալի, ինչ-որ բաներ են։ Ու հետներ միասին սրատ անլրջացնում են, որ ասում եք պարոն Սաղաթելյաները, ես էլ եմ լսել այդ հարցը։ Ասում եմ, մենք չենք ցանկանում, որ անլրջության տրվի, անլրջացվում է այս Մենք դա հասկանում ենք ինչքան կարևոր է impeachment, բայց սա անլրջացվում է, հլնդե։ Նույն Իշխան Սաղաթելյանը լուրջ է։ Մեր սաղ կոշիկները մաշել է։ Սաղիս։ Այդ լուրջ էր, հա։ Այդ լուրջներ, հիմա որ պիտի ինքը որպես падգամավոր պարտականությունը կատարի, դա արդեն անլուրջ է։ Նույն Իշխան Սաղաթելյանը 24 թվականի օգոստոսի 2-ին այդ ինչ որ հիմա է ասում, ասել է Facebook-ում գրառում արե։ Ասում է որ հավաստարության գործընթացը այս խնդրի լուծման ձևն է, նենց էլ ասում է առաջինը ես եմ, այ մարդ առաջին, այո, ես ընդու առաջինը impeachment-ի մասին գիտի Իշխան, գոնե ասեն չգիտենք, այ մարդ։ Պաստորը գիտեն չեն անում։ Գոնե ասեն չգիտենք դրա համար չենք անում, հեսա մի հատ քննարկենք կորոշենք։ Բարձրապես շուտ իրան գիտեմ, բայց մինչև այդ չեն արել 2022 թվականից։ Իմանալով չեն արել, գոնե ասեն չգիտենք, գլխի չենք ինգի։ Բարձրապես, այո, հեղինակը չնայած դա սահմանադրության նորմա, բայց հեղինակը Իշխան Սաղաթելյանը կարատանի մտավոր սեփականության գործակալությունը դա գրանցի որպես իր ջութ, որ կարելի է նաև վարչապետին անվստահություն հայտնել։ Հիմա այդ ջութի հեղինակը 2024 թվին անվստահություն հայտնելու հնարավորությունից 2 տարի հետո գրում ասում է որ դա այո մենք էլ ենք գտնում որ դա է խնդրի լուծումը բայց դա ռեալ կլինի այն դեպքում երբ որ փողոցում կլինի անհրաժեշտ թվով մարդիկ որպեսզի աջակցություն ցուցաբերեն մայիսի 9 2020 այդ իրա գրելուց 4 օր հետո իրա գրելուց 2 օր հետո Բագրատ Սրբազանը Իրանցից հայտարարում է, որ իրանք շարժում են դեպի Երևան ու հայտարարում ասում է ամսի 9-ին ես ելելու եմ Երևանում։ Բագրատ Սրբազանը իրանց համար սյուրպրիզ չի։ Բոլորիս առաջ է մարդ առավոտից իրիկուն ուղի եթերում սաղիս աչքի առաջ ազնվորեն իր մտքերն ասում է, իր գաղափարներն ասում է, պայքարի իմաստն ասում է։ Բագրատ Սրբազանը մի կողքից է քայլում Հայաստան խմբակցության, մի падգամավոր, մի կողքից, մի ուրիշ падգամավոր մնացած էլ հետևից։ Ժամանակ առ ժամանակ, այսինքն իրանց համար ոչ մի մյուս խմբակցություններն էլ հետը պատիվ ունեն։ Եվ խոստացել էին, որ լինելու է այդ անվստահության գործընթացը։ Այսինքն իրանց համար ոչ մի անակնկալը մենակ մի բանում էր, որ մայիսին հրապարակում ավելի շատ մարդ կար, քան որևէ մեկից երևակայությունը կարար բավարարել։ Որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանության բերելու համար հրապարակում այնքան մարդ չի հավաքվել, ինչքան իրան հեռացնելու համար։ Դա եղել է մայիսի 9-ին։ Սկսել են իրանք անվստահության գործընթաց։ Արել են անվստահության գործընթաց։
Չեն արել։ Այսինքն պարզվում է, որ մարդը են որում գիտես թե քանի տոննա մարդ կար։ Այս զանգվածը։ Ամեն տեսակի ես եղել եմ, նիհարի կար, չաղի կար, կոլոտե կար, բոլոր ինչ տեսակի մարդ ասես կար։ Կնիկ, ինչ կա ասես կար, սաղի կային, բայց չեն արել անվստահության գործընթաց։ Բայց հաստորեն մարդելելուց էլ չեն անում։ Իսկ այդ գործընթացի համար, որ պետք է փողոցում մարդ լինի, դա ոչ թե գրած չի։ Դա դրա սպարտականությունն է։ Անլրջացնում են։ Մենք ուզում եմ իմանամ, էլ այդ նույն իրանց խմբակցությունը ապրիլի 24-ին ընթരാճ ասեց հայտարարեցին, որ սկսում են օրենսդրական նախաձեռնություն հայոց ցեղասպանությունը քրեականացնելու նպատակով, որ ով որ ժխտի հայոց ցեղասպանությունը, նա ենթարկվի քրեական պատասխանատվության։ Այդ որոշման ընդունման համար, որպեսզի այդ օրենքը ընդունվի քրեական օրենսգրքում փոփոխություն, պետք է այնքան ձայն, ինչքան վարչապետին անվստահություն հայտնելու համար 54 կողմ ձայն։ Հիմա իրանք այդ նախագիծը, որ հեղինակել են, ԿՊ-ի պատգամավորների հետ խոսել են, նախապես գնացել են, ասել մենք ցեզ նախաձեռնություն ենք բերելու, կողմ քվեարկելու եք թե չէ։ Տեսանք ինչպես ավարտվեց։ Ձեզ կրտուկով անգամ քննարկում չէ։ Հələ քննարկում չէ, գաղափարի մասին են լսել արդեն իրար ցեզին։ Հիմա դրանց հետ դուք խոսել եք, բա որ չեք խոսել։ Անլրջացնում եք դուք հայոց ցեղասպանության քրեականացման։ Տենենց է կանոն, որ ամբողջ աշխարհն իմանա, որ Հայաստանի խորհրդանում դեմ են հայոց ցեղասպանության շղթմանը։ Թե անլրջացնում եք ցեղասպանության գաղափարը։ Ինչ տարբեր։ Օրենքին ընդեղել ես դու որպես падգամավոր նախաձեռնություն ցուցաբերում, ստեղել ես որպես падգամավոր։ Բայց ո՞նց է լավ, որ մեկը լուրջ է։ Այս մեկն անլուրջ է։ Իրականում անլուրջ է այն վիճակն է, ինչում որ իրանք հայտնվել են, ընդհանրապես իրաց ֆունկցիաները չկատարելու հետևանքով։ Բայց դա չի նշանակում, որ մենք ցենց համերաշխ ենք գտասենք, դե հիմա այտենց ոչ, մենք ոչ իրաց վիճակի ենք համերաշխ, ոչ ԿՊ-ի ենք համերաշխ։ Այսօր քիչ առաջ լսեցիք պատիվ ունեմ խմբակցության կարդացին։ Ներողություն, մինչև անդրադառնալը եւս մեկ հարց, օրինակ Ագնես Ախամոյանի հարցազրույցը ես եմ դիտել։ Նա ասում է, որ Նարեկ Մալյանը եւ իր գործընկերը, իդեպ գործընկերները դուք եք, պարոն Ղազարյան, սերտ կապեր ունեն երրորդ նախագահի հետ։ Դուք գիտեիք դրա մասին, որ դուք սերտ կապեր ունեք երրորդ նախագահի հետ։ Դե Ագնես Ախամոյանը որ ասում է բան գիտեր, որ ես ճիշտ ասած չգիտեմ, որ սերտ կապեր ունեմ, որովհետեւ ես իմ առասարակ ոնց որ կապեր չունեմ ես Սերժ Սարգսյանի նկատմամբ ունեմ խորը հարգանք, նույն կերպ ինչպես եւ խորը հարգանք ունեմ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում ես պետական բարձր պաշտոններ եմ զբաղեցրել, այո, ես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում եմ նշանակվել Վայոց ձորի մարզպետ, նրա պաշտոնավարման շրջանում եմ նշանակվել Լեհաստանում Հայաստանի դեսպան, բայց եթե Տիկին Խամոյանի տրամաբանությամբ առաջնորդվենք, այսինքն եթե նրա պաշտոնավարման շրջանում ես պաշտոններ եմ զբաղեցրել, ուրեմն Սերժ Սարգսյանի հետ ավելի սերտ կապեր ունի Հայաստան խմբակցության падգամավոր Արմեն Գևորգյանը, որովհետև ինքը ավելի բարձր պաշտոն է զբաղեցրել Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ է եղել, ես հələ 3 նիշ ավելի ներքև Օրինակ այդ տրամաբանությամբ սերտ կապերի մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստան խմբակցության падգամավորներ Արծվիկ Մինասյանը խմբակցության քարտուղար եւ падգամավոր Արթուր Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի հետ են սերտ կապերի մեջ, որովհետեւ նրանք Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զբաղեցրել են նախարարների պաշտոններ։ Նիկոլ Փաշինյանի հետ կառավարությունում աշխատել է Գեղարքունիքի մարզպետն է եղել Իշխան Սաղաթելյանը, փաստորեն ես Վայոց ձորի մարզպետն եմ եղել այն ժամանակ, ավելի ուշ Իշխան Սաղաթելյանն եղել է Գեղարքունիքի մարզպետը Նիկոլ Փաշինյանի, ուրեմն իրանք ըստ Ագնես Ախամոյանի տրամաբանության սերտ կապերի մեջ են։ Նշանակում է սերտ կապերի մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ, հենց ինքը Սերժ Սարգսյանը, որովհետև Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում Սերժ Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար եւ Հայաստանի վարչապետ։ Ռոբերտ Քոչարյանի հետ սերտ կապերի մեջ եմ նաեւ ես Որովհետև նախագահի պաշտոնավարման շրջանում ես ելեմ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի տեղակալ եւ ուղեկցել եմ նախագահ Քոչարյանի մարզային այցելությունները եւ անձամբ եմ գրել նրա հանձնարարությունների այցի արձանագրությունը։ Տրամաբանություն։ Այդ սերտ կապերը, բանից ռեալ իրական բաները թողած վերացական հնարովի բաներ մտածելով փորձում են կարծիք ու տպավորություն ստեղծեն։ Ագնես Ախամոյանի ասած իմաստ ունենա այն ժամանակ, երբ որ դա տենց է լիքը բացահայտի։
Հենց են ես խոսալը, սաղի կարան խոսան, մի շաբաթ հետո պարզի, որ հենց են ես խոսացել են։ Պարոն Ղազարյան, ես այժմ ձեր թույլտվությամբ ընթերցեմ, պատիվ ունեմ խմբակցության այս հայտարարությունը։ Ի պատասխան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավորներին ուղղված նամակների, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավորներս վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու։ Մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան, խմբակցության падգամավոր Տարոն Մարգարյան, падգամավոր Աննա Մկրտչյան, Թագուհի Թովմասյան եւ Մարտուն Գրիգորյան իրենց ստորագրություններով։ Հիմա ձեր արձագանքը այս ամենին, որովհետեւ եղավ արձագանք նաեւ պատիվ որոշ ընդհանուր խնդիրներ Հայաստան խմբակցության հայտարարության հետ եւ որոշ պրոգրես։ Ընդհանուր խնդիրն է, որ մենք խմբակցությունների նամակ չենք գրել եւ խմբակցություններից նամակներ պատասխաններ չենք անում։ Մենք նամակները գրել ենք падգամավորներից եւ ակնկալում ենք, որ մեր նամակներին պիտի պատասխանեն падգամավորները անհատապես։ Սա երկու դեպքի համար էլ ընդհանուր խնդրեմ։ Ընդհանուր խնդրեմը նաեւ այն, որ պարզվում է այս երկու հայտարարություններից, որ ազգային ժողովում, այսինքն մեր քաղաքական դաշտից ամենաազդեցիկ քաղաքական ուժերը նրանք անցել են պարլամենտ, չէ՞, մյուսները ավելի պակաս բաներ։ Ուրեմն պարզվում է Հայաստանի երկու ազդեցիկ անդիմադիր քաղաքական ուժերը վարչապետ թեկնածու չունեն։ Էդ էլ է փաստ։ Բայց արդյոք զարմանալի է, պարոն Ղազարյան, որ չունեն։ Բալավ, ասենք օրինակ ասենք մեռավ։ Ենթադրենք, հեսա պիտի գնա Մոսկվա, ինքնաթիռա, չէ՞։ Օգորմի Պրիգոժինին։ Մեռլա, չէ՞։ Ասենք էս էլ մեռավ։ Իմիջիալոց էլ ինքնաթիռը իր հերթին։ Տեսքն էլ առանձնապես բան չէ, ես վերջերս են Վանաձորում էլ են կնիկն ասած, տեսքը դուրս չի գալու։ Ասենք մեկ էլ ստանում ենք բարի ավետիսը։ Բայց դուք ընդդիմադիր քաղաքական ուժ եք։ Վարչապետի պաշտոնը թափ։ Իմիջիալոց էս են դեպքերից կարալնի, որ հարություն չի առել։ Մեռել է ու մի անգամից դիահերձարան, հերձում ու խալաձենիկ։ Բա այս սահմանադրության պիտի ազգային ժողովի խմբակցությունները առաջադրեն վարչապետի թեկնածու։ Ստացվում է, որ Հայաստանի երկու ընդդիմադիր խմբակցություններ ըստ իրանց հայտարարությունների վարչապետի թեկնածու չունեն։ Այսի արդեն լավ չի։ Պրոգրեսը, որ կա, իհարկե դա արդեն դրական առումով։ Ես Հայաստան խմբակցության հայտարարությունից հետո ասում եմ, այս հայտարարությունը կարա մեթոդական ուղեցույց հանդիսանա մյուսների համար, թե ինչպեսի չպիտի լինի այս թեմայի վերաբերյալ հայտարարությունը։ Այնա ոնց որ թե այդ դրական ազդեցությունը ունեցել է, որովհետև այստեղ նախապայմանները քիչ են, ընդամենը մեկն է։ Ընդ մեզ ասում ենք, այդակ ավանսով ու թոքի կբերեք, 20 հատ ընդիս կբերեք, տղա կբերեք, մարդ կբերեք, զանգ, ստե տես պահանջներ չկա, ստե մենակ ասում է հատ վարչապետի թեկնածու, բերեք ուրիշ ոչ չի բան, մենք ձեզ չէ, բա լավ, ասենք չենք բերում, ենթադրենք, Էդգար Ղազարյանը արդուն ենք շարժում, չի ձևավորում, արդուն ենք շարժում, ինչ է, ոչ կուսակցությունա, ոչ բան, անդրել ենք, չէ, նստել ենք, ոչ կազմակերպությունա, ոչ միավորավոր Քաղաքացի Էդգար Ղազարյանը, ասենք քաղաքացի Էդգար Ղազարյանը ապրիլի 28-ին նամակ չի գրում ազգային ժողովի падգամավորներին։ Բայց ձեզնից ոչ մեկի մտքով չի անցնում, որ դուք որպես падգամավոր պիտի վարչապետին անվստահություն այդեք, երբ որ նա իր կոռուպցիոնային ծրագիրը չի կատարում։ Բա լավ, ասենք թե Ղազարյան Էդգարը նամակ չի գրում, դուք ինչ պիտի անեք։ Նստեք, հա, ոնց որ Դες սպասեն մինչև ընտրությունները, ասենք հիմա պատիվ ունեմ, նա հաղթե Նիկոլ Փաշինյանին 21 թվին, թե Հայաստան դաշինքն է հաղթե։ Ինչքան ես գիտեմ, եթե ուրիշ բան գիտեն, թող ասեն իմանանք, ինչքան ես գիտեմ, ԿՊ-ն է հաղթե այդ ընտրություններում։
Բասիկը մի հատ պարտվել են դուրն եկել, հա։ Մի հատ էլ են ուզում պարտվեն։ Սենց հավեսներ տվել, հա։ Հիմա եթե ընտրությունը պարզա տանում է իրանց բանավանդ հիմա, օրինքը ավելի է համրապնդե իր իշխանությունը, ավելի է երկիրը տարե բռնապետության, ընդեղ Հովակիմյան Վահագ կա կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, մի հատ ընտիշ ՍԴ ունենք արդեն, որ ընտրությունների արդյունքները հանգիստ կարան բողոքարկեն ու ստանան մի հատ սահմանադրական արդարադատության շահերից բխող որոշում, բա հիմա բա լավ, ասենք քաղաքացիա չի առավ, ասենք կամ հետադերի նախագծի, այս նախաձեռնության հեղինակը նամակի Էդգար Ղազարյանը չի, իհարկե շնորհակալ եմ, որ ինձ պարզում է ես դες բան մարդ եմ դառա, ես չգիտեի, ես հիմա փաստորեն մի հատ անուն ազգանու որ գուզես անուն դերեմ, գրենք, ասենք Լուսինա Այրապետյանը, ասենք հիմա գործակ եք ցանկացած տեխնացու հիմա ես գրեմ, պարզում է իրանք ասում է ոչ է չնայած չեն դա ասում է քննարկեն կառուցողական քննարկման ենք պատմի քննարկի շոտիկի լավա գոնե այդ քննարկման ինստիտուտը թողել են ես կարծում եի անկեղծ ասած ակնկալում էի որ իրենք շատ արագ այս գործընթացը պիտի սկսեն իրենց համար նախընտրել տեխնացիա կամ այդ քննարկումները իրենք պիտի անեին բայց եթե դա մնացել է արդյունենք շարժման հայեցողությանը դա դժվար չի Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է Նիկոլ Փաշինյանի պարագայում Հայաստանի վարչապետի տեխնացուի առաջադրման հարցը ամենահեշտ հարցն է ամենահեշտ որովհետև Իջևանի դպրոցի երկրորդ շրջանավար Վահե Ղազարյանը Այնի Իջևանի առաջի դպրոցից բացի ուրիշ տեղ էլ ավարտել։ Մենակ կարդաճի սովորել։ Անձնագրային բառ տեսել ես, չէ՞, ոնց է չարչարում դրա վրա։ Մենք հիմա ակտիվ քննարկումների փուլում ենք։ Ես թեթև եմ իմ զրույցը վարում, չնայած իրականությունը ցավոք սրտի դրան չի համապատասխանում ու կարող է դրանից էլ մարդիկ մտածում պետք է Սերան Օհանյանն էր ասում, անլուրջ է։ Այ մարդ որ մենք լրջացնենք դուք այդ լրջի դոզային կդիմանաք, էլի գոնե հանակով անեկդոտ պատմելով բանով ենք այդ նույն բաներն ասում։ Մենք որ լրիվ լրջացնենք այդ դոզային ձեր վիճակը հերիքելու է, որ այդ լրիվ լրջին դուք դիմանաք։ Լուրջ է իրականում, շատ լուրջ է այս գործընթացը եւ իրենք պետք է շատ մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն։ Այս գործը հաջողություն ունենալու։ Այդ գործը հաջողություն անունալու ոչ թե դրա համար, որ ես ապրիլի 28-ին նամակ եմ գրել ԱԺ պատգամավորներին, այլ որովհետև դա մեր հասարակության պահանջն է։ Մեր հասարակության պահանջն է, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռացվի վարչապետի պաշտոնից։ Եվ այդ պահանջը պիտի կատարվի ոչ թե ասուն աղոթներ հնչեցնելով եւ Պրիգոժինին օղորմի տալով, այլ դա պետք է կատարվի սահմանադրական ճանապարհով վարչապետին անվստահություն հայտնելու միջոցով։ Եվ դա իրականացվելու է։ Ու այն մարդիկ որ ասում են ՔՊ-ն չի ենա նոր մի քիչ առաջ բանում է դողմա լուլուն մեր լուլուն ափսոս որ այդ անունն է կրում հա ափսոս որ այդ անունն է լուլուն ինչ է չէ դե իրանը այդ լավանունի իրանը այդ անունով ասել լուլու չէ լավանունը լավանունը ես գիտեմ այդ համար ասում եք լուլու հիմա լուլուն ասում եմ ՔՊ-ի պատգամավորները չեն միանա Տենց իրանք սենց բան, այդ լուլուն տեղյակ չի, որ 2020 թվին ԿՊ-ից 5 պատգամավոր դուրս է եկել։ Բա ո՞նց էր որ դուրս էին եկել։ 25-ին էլ շատ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան Հովիկ Աղազարյանի, հա։ Հովիկ Աղազարյանի, բան այդ Հակոբ Ասլանյանը լուր է լուլու։ Վարդան Մամիկոնյանի զամպալիտն էր։ Ավարարի ճակատամարտում։ Բա ու՞ր է։ Բասին չի, ասուշես չեմ չափազան, իրանք են ասել, բոլոր պատերազմների մասնակցել է։ Ավարարի ճակատամարտին էլ մասնակցել չէ։ Ոսկե սաղի մասնակցել, ավարարի ճակատամարտին չի մասնակցել։ Դեղմոտ գետի ափին պայքար է տարել հուշկու, հա։ Բա ուր է։ Հովիկ Աղազարյանն ուր է։ Բա լուլը դու ուր ես։ Բա հետո ուր ես ելնել։ Բա լուլուն ինքն էլ էր, չէ՞, կարծեմ պատերազմից հետո նախաձեռնություն ցուցաբերել, հետո տարան կինո դիտում նայեց, վերադարձավ։ Բայց այդ կինոից մենակ այդ իրան ցույց տվողներն ունեն։ Պարոն Ղազարյան,
Դուք ասացիք, որ Վահագն Ալեքսանյանը, եթե չեմ սխալվում, ձեզ Եվ Թագուհի Ղազարյանը։ Եվ Թագուհի Ղազարյանը։ Ինձ շատ հետաքրքիր է, եթե կարող եք իհարկե բարձրաձայնել Մենք ինչի մասին է խոսքը։ ես ասել եմ այդ գործընթացի հետ կապված ես ինչ գիտեմ ժողովուրդը պիտի իմանա մենք ստե ոչ մի գաղտնիք չենք ունենա։ Շատ հետաքրքիր է թե ինչ բովանդակությամբ են նրանք ցես արձագանքել, եթե հնարավոր է հիմա իմ մեր բոքսում կա նամակ, որտեղ գրած է Վահագն Ալեքսանյան։ Ի պատասխան ձեր նամակի ցանկանում եմ տեղեկացնել, որ չեմ պատրաստվում միանալ ձեր նախաձեռնությանը, բայց եթե ձեզ ամեն դեպքում հաջողվի Հայաստան խմբակցությանը պարտադրել, որ նրանք առաջադրեն Ռոբերտ կամ Լևոն Քոչարյանների թեկնածությունը, ապա կարող եմ խոստանալ, որ խորհրդարանի առաջ հայտնված թեկնածուն այդ նիստից հետո կգնա քաղաքական թոշակի։ Նույնը խոստանում եմ նաև այն պարագայում, եթե Հայաստան խմբակցությունը հաջողվի պատիվ ունեմ իմ պարտադրել, որ վերջիններս առաջադրեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Թույլ տվեք նաև ասել, որ գնահատում եմ ձեր համառությունը, շատ դժվար է ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել, երբ ընդդիմության առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ուղղակի սարսափում են ազգային ժողովի առաջ որպես վարչապետի թեկնածու կանգնելու մտքից անգամ։ Վահագն Ալեքսանյան, ազգային ժողովի պատգամավոր։ Հիմա ես պիտի իրան պատասխանեմ եւ հանդիպման հրավիրեմ, ասեմ, բալա ջան, լավ մամայի, լավ բալա, մի հատ հələ ինձ ասա տենամ, այդ նամակի մեջ, որ գրել ես Ռոբերտ Քոչարյան կամ Լևոն Քոչարյան, ես այդ նամակի մեջ Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի, Սերժ Սարգսյանի անուն տվել եմ, դու ասեն, քեզ ասել եմ դու որպես պատգամավոր, պիտի վերահսկես կառավարության գործունեությունը, տենաս ծրագրի շեղվում է, ինքդ նախաձեռնես անվստահության գործընթաց։ Ես որտե եմ քեզ ասել Լևոն Քոչարյան, Ռոբերտ Քոչարյան, դու ասենք այդ որ գնում ես, որտեղից ես վերցնում, կամ ասում ես Հայաստան խմբակցությանը ո՞ց կարելի է պատգամավորին, խմբակցությանը, դու մտածում ես, որ մենք քեզ պիտի պարտադրենք, ասենք հիմա մտածում ես, որ զոռը պիտի բերենք տրուսիկը ակցնենք, Ստես բան ոնց է հնարավոր, հակնում ես հակի, չես հակնում, պատգամավորին չի կարելի պարտադրել, ոչ քեզ է կարելի, ոչ իրանց է կարելի, այսինքն դու որ մտածում ես, որ ես պիտի նրանց պարտադրեմ, այդ նշանակում է, որ դու մտածում ես, որ ես նաև քեզ պիտի պարտադրեմ, բայց պարտադրելով չի կարելի, կարող է քեզ հիմա պարտադրում են, բայց եթե պարտադրում են, արի քեզ օգնենք, ես պարտադրանքից ինչ է պետք քեզ, ով իմիջիալոց ես հանդիպում եմ ուզելու իրա հաշվին, պատգամավորական ծախսերի մեջ ամիս 250,000 դրամ սրանք փող են ստանում, ասում որ սրճարաններում հանդիպումների բանի գնանք, որ հաշիվը փակ են։ Ազգային ժողովի սրճարանում են։ Չէ, բան են գործնական հանդիպումը, չէ, ես դե չեմ դա։ Չէ, կասկադում ու ճաշի, ոչ թե սուրճ։ Ինք փող տա, մեր փողն է։ Փողը ստանում է ամիս 250,000 դրամ, տարետվե որ համար iPhone առել, այդ փողը պետքա բերեր այս նպատակով ծախսի։ Պիտի գա հանդիպման, այս հարցերը իր հետ քննարկելու, որովհետև ես ասում եմ, ես դե ծանոթ քեզ չեմ տվել, ինչ ես դու խոսում։ Չես հասկացի, եկա մարդա, իմ դրած չի հասկացել։ Հիմա պիտի ես սրան դնեմ, մանկավարժական, կենտրոնավարժական, բոլոր մեթոդներով ասենք ասեմ էլ մատեսիկ է, մատ էս արա, մատ էս հիմա ասեն ոնց է, չէ, մատ մի քիչ մաշակար են տալի, մենք դեմա պոզելի, մատ էլ են շաքար տալի, պիտի սովորացնենք, ասենք կտաղաճեն, արի հիմա ես քեզ կարդամ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, մատ իմ նամակը իրար հետ կարդան, հետո կբացենք մատ կարդանք կառավարության գործունեության ծրագիր։ Իմիջիալոց ասեմ, որ ես երեք զանգել եմ, գրանցվել եմ, երկուշաբթի օրվանից ազգային ժողովում ընդունելություններ կա։ Ռուբեն Ռուբինյանի մոտ, Հակոբ Արշակյանի մոտ, ազգային ժողովի բոլոր մշտական, ես արդեն գրանցվել եմ, բոլորին։ Ես վստահ եմ, որ նրանք այդ 2-3 օրը չեն գալու գործի։ Ո՞նց չեն գալու։ Իրանք են այդ կորոնավիրուսով կհիվանդանան։ Չէ, շատ վիրուսային հիվանդություններ իհարկե լավ չի լի, որ հիվանդություններով գան, բայց այդ հանդիպումները կայանալու է։ Ու մենք նստելու ենք իրանց հետ, կարդանք մեր երկրի օրենքներն ու սահմանադրությունը։ Ու եթե այդ հանդիպումները կարող ընդհատվի մենակ մի նպատակով, որ ասեն, «Всё, ես հասկացա, ես գնում եմ ԱԱԾ հանձնվեմ»։ Մենք հանցանք են գործը,
Ես գնացի, խնդրում եմ, պարոն Ղազար, էլ ավելորդ մնացած ես քննիչին կասեմ։ Մենակ այս դեպքում կարող եմ ասեմ, դավայ, դե մի շաց, դավայ։ Մնացած բոլոր դեպքերում այդ հանդիպումը պիտի կայանա ու իրենք վերադառնան ու սրանք մտածում են մեր հարգելի գործընկերները եւ ոչ հարգելիները, որ ասենք Թագուհի Ղազարյանը կա, այն էլ այն պատասխանը, որ եթե դες նամակ գրե, Թագուհի Ղազարյանը, ես կառավարության գործունեության ծրագրին ծանոթացել եմ, ոչ մի խնդիր չեմ տեսնում, հա, ես վարչապետին ասեմ, իմ կասեմ աղջիկին, հայերեն գիտես, չէ՞, մտել այդ կառավարության գործունեության ծրագիրը միասին կարդանք։ Ընդե գրած է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը կառավարության արտաքին քաղաքականության գերակայությունն է։ Իրանք են, չէ՞ գրե։ Հիմա որ դու դա կարդում ես, ու լսում ես կառավարության հիմիկվա հայտարարությունները գործունեությունը։ Տարբերությունը ցած չորմի ոնց գրած է տենց, հա։ Բայց եթե ինչ չի, ուրեմն դու պարտավոր ես դրան անվստահություն հայտնես, չէ՞։ Բայց ո՞րտե ես ասում, որ չէ ամեն ինչն է նորմալ։ Եթե դու համարում ես որ այնի նորմալ, ուրեմն դու ես աննորմալ։ Բա մենք էլ ես ամբողջ ժողովրդի մեջից ընդամենը 107 մարդ ընտրեք, են էլի աննորմալ։ Չնայած դրանց խմբակցությունը նորմալ մարդիկ կա։ Բայց կապ չունի, մենք դրանց հետ չենք հաշտվելու։ Ունես չի որ ասենք, դե հայ, օրինակ իմ ու շատերի տարբերությունը ինչու՞մն է։ Որ ես իրականությունը շատ լավ տեսնում, հասկանում եմ, բայց չեմ հաշտվում դրա հետ։ Էդ է տավը։ Εμստեն ասում եմ, դե քպեականները շատ են, հա, շնորհակալ եմ, շատ կարևոր տեղեկություններ, ասեցի, ես չգիտեի, որ իրանք 69 հոգի են, գիտեք, բանը Հայաստան խմբակցության հայտարարությունը կարդացի, նոր իմացա, որ պետք է ինչ օգտակար հայտարարություն։ Ես չգիտեի, որ որոշման ընդունանամ 54 ձայն է պետք։ Բայց հետո, բայց 54 ձայն է պետք է գնալ այդ 54 ձայնի հետևից։ Բայց եթե Սերյան Օհանյանը 2018 թվին կոչով դիմել էր ազգային ժողովի նախագահին, ՀՀԿ խմբակցության ղեկավարին, ՀՀԿ խմբակցության падգամավորներին, որ պետք է անցնել ժողովրդի կողմը։ Հիմա այդ նույն մարդ չի ուզում մի հատ կոչով դիմի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ազգային ժողովի ԿՊ, բան ժամանակին դրանք էին մեծամասնություն։ Ժողովուրդը չի մոռանում ով ինչ ասել, շատ էլ որ չեն հիշում։ Հիմա չի ուզում դիմի, այն ժամանակ դիմել է։ Քո ասում հարկո սեփական փորձառությունից ելնելով մա դիմի այդ նույն կոչից, այն ուղղակի անունները փոխի, այդ նույն կոչով դիմի, բան ժամանակին չի դիմում։ Հիմա չի չես դիմում։ Այն ժամանակ այդպես հրամայական կար, հա։ Սերժ Սարգսյանին հեռացնելու դիմել էիր։ Հիմա այնց անհրաժեշտություն առանձնապես չես տեսնում, էլի քո ծանր տեղը թեթևացնելու, այդպես մի հատ կոչով դիմելու այդ ուղությամբ։ Այ խո բանի Մանվել Բադալյանին մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ ընտրելու հարց չի, որ գնաս ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ քննարկեք եւ որոշեք ԿՊ-ն անհրաժեշտ ձայներ տա եւ այդ ընտրությունը շատ կարեւոր ձեռքբերում։ Այսինքն ընդամենը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու հարցը, չարժի դրա համար անլրջացնել այս գործը։ Ավելի լավ է իրանք այտենց լուրջ զբաղվեն իրաց գործերով։ Այս գործընթացը չափազանց լուրջ է, այդ գործընթացը ունենալու հաջողություն, ու ասում եմ, դա ոչ թե որ նախաձեռնության հետ ես որևէ կապ ունեմ, ոչ։ Ես կարամ ընդհանրապես այս գործով էլ ընդհանրապես չզբաղվեմ։ Արդեն իրավիճակը վերահսկողությունից դուրս է։ Սա վաղուց արդեն հասարակության պահանջած գաղափարն է։ Իսկ հասարակության կամքի դեմ ոչ ոք երբեք ոչինչ անել չի կարող։ Ստիպված գնալու են դա անեն։ Ուղղակի մենք իրանց հնարավորություն ենք տվել, որ իրանք ոչ թե ստիպված անեն, այլ իրանց կամքով անեն, իրանց նախաձեռնությամբ անեն, իրանց որոշումներ անեն։ Հիմա երկուսն է գրին տվին մեր ձեռ, ասում են չէ։ Բերեք ստիպված անենք։ Մեծ հաճույքով։ Ստիպված առաջի этаպում իրանք ստիպված կանեն, երկրորդ этаպում ԿՊ-ն ստիպված կանի, այն Արսեն Թորոսյանն էլ ինչքան ուզում է թղթերը պատռի, մազերը փիտի, այն Ալեն Սիմոնյանն ինչ ուզում անի, այդ ասում հարցնացուն կարա, գոռա, կծի, քացի տա, միլիցիա կանչի, ասի օգնեցեք, դրանք բոլորը հին կովկասյան բարի ավանդույթներն են, ու մեր հարցնացուները այդ բարի ավանդույթներով կկայացնեն համապատասխան որոշում։
Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան, կարծում եմ այսքանով այս թեման կարող ենք ավարտել, իհարկե շատ տարբեր հարցեր կան, բայց մենք մյուս շաբաթ եւս հանդիպելու ենք այդ հարցերը պարտադիր կքննարկենք։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։ Զրուցում էինք Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու դոցենտ, հասարակական քաղաքական գործ